Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարի տոնական թողարկումն է, որի շրջանակներում խոսելու ենք հայկական ամանորյա ավանդույթների մասին։ Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են 3 նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ։ Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի՝ մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին։ Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Այս տոնը նաև ծաղկմուտ է կոչվել, վկայելով գարնան գալուստը։ Այդ օրը հայ տղամարդիկ նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել։ Օրվա խորհրդանիշը կրակն էր։ Վահագնը նաև ռազմի աստվածն էր։ Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն էր։ Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր հայոց բանակի ապավենը։ Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում։ Ամանոր նշանակում է նոր տարի։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր նոր տարին, երկրի և մոլորակների պտույտը։ Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարում, Նավասարդին։ Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում էր որպես Սուրբ Ծնունդ։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին, սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի արևի ծննդյան օրը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ աստվածահայտնության մկրտության օր։ Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան տոնի հետ նշվում է նաև ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը։ Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև տնօրհնեք են արել։ Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել և վերջինս օրհնել է տունն ազատելով չարքերից։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը։ Մրգերով ու չրերով զարդարված կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից։ Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երթիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդ չեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Ամեն դեպքում ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ։ Այդ ճյուղը կոչվել է կաղանդ ծառ։ Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր։ Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված։ Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ։ Այն պարտադիր ամեն տարի կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ։ Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր, իսկ տան մեծ մամիկի ավագ տիկնոջ մոմը պետք է առանձնահատուկ լիներ։ Հին ժամանակներում ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել, բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա, փորձելով հանգցնել, և մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս։ Հայերն ունեցել են նաև իրենց ձմեռ պապը, հանձին կաղանդ պապի կամ մեծ պապուկի, որը սակայն ավելի շատ բարեկենդանի տոնի կերպար էր, քան ամանորի։ Կաղանդ պապ, հայկական ամանորի խորհուրդները կրող և տարածող անձի կերպարը հայերեն մեծ պապուկ կամ նորաձև ձմեռ պապին է։ Կաղանդ պապը, ձմեռ պապը, ազգային արժեքները ծիսական համակարգը պահպանող ու սերունդերին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում են խլվլիկներն ու արալեզները։ Արեգ, անտես, անի և երա, փուշ, իմաստուն, եղետ, ճպտպտիկ, փարփար, ասպետ, չարմազան, հազարան։
Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը ոչ թե նվերնել, այլ ամանորի 7 խորհուրդ է տվել. փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։ Ամանորի հետ է կապված նաև գոտակեղի արարողությունը։ Տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին։ Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գորգ և տոնական կերակրատեսակների խնդրանք։ Նրանք գոտիկներով երթիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն։ Երեխաները ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը, իսկ աղջիկները ժապավենով իրենց ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում փեսացուների տուն։ Ջավախքում տանտիկինն ու հարսները տարեհացը ձեռքներին դուրս էին գալիս և նայելով դեպի արևելք ասում էին. «Դովլատ սարն ես, ձորն ես, արի տուն»։ Ամանորի առաջին օրը սկզբում այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, գյուղապետին, քահանային։ Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն չէին մտնում։ Առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարեկներին, բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով։ Ամանորյա նախապատրաստությունների առանցքը խմորեղեններն են։ Կարևոր արարողություն էր հաց թխելը։ Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով։ Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում։ Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ դրամ։ Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ։ Այս վիճակի համար գագաթներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով։ Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին ասիլ-վասիլ։ Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում էր կինը կհղիանա, եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում, կամուսնանա։ Ամանորին աղջիկները ժապավեններով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն։ Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալ տվյալ տղայի հետ։ Ի պատասխան տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը։ Այս սովորույթը պահպանվել է Լոռիում հարսանիքների ժամանակ, երբ ազատները զարդարված խնձորներ են ուղարկում աղջիկներին։ Այն տանը, որտեղ ամուսնացնելու աղջիկ ունեին, դռնից կամ կտուրից կարմիր կտոր կամ ավել էին կախում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։